Հետազոտություն կար, որ ասում էին բանջարեղենի մեջ էլ է թունավոր նյութերը, մարդը բանջարեղեն ընդունում է որպես օգտակար սնունդ, բայց պարզվում է, որ շատ ճիշտ հարցեր եք տալիս։ Ասում ենք, այս աղտոտվածը մի կերեք, մյուս կողմից էլ ասում ենք բանջարեղեն ու միրգ կերեք, բա ինչ անենք։ Աշխատեք բազմազան ուտել։ Բազմազանը ոչ միայն տեսակային, նաև աշխարհագրական առումով։ Երբ որ մենք հետազոտում էինք, տեսնում էինք օրինակ համեմական կանաչի, Սամիթը, Ռեհանը, իրանք սիրում են տոքսիկ տարրերին կուտակել իրանց մեջ։ Սամիթ, Ռեհան չուտել։ Հակառակը, պետքա մինչև վերջ լսել, որ ուտել։ Ուրեմն երբ որ մենք երկրաքիմիկներով էինք հետազոտում, ասում ենք, վայ, այդ կանաչին մի կերեք, կուտակում է, բայց երբ որ սննդի մասնագետներն եկան, հաշվեցին, թե տարվա ընթացքում դուք այդ կանաչից ինչքան քիչ եք ուտում, ապա հասկացանք, որ նույնիսկ եթե աղտոտված կանաչի ուտեք, ձեր վրա առողջական ռիսկ չի լինի, առողջական, այսինքն հավանականություն, որ ինչ որ հիվանդություն կառաջանա չկա, քան օրինակ կարտոֆիլ, որը քիչ աղտոտված է, բայց մենք ուտում ենք ամեն օր կամ օրը մեջ։ Այ հիմա մեր խումբը զբաղված է Հայաստանի Հանրապետության հասարակության տարբեր խմբերի ռացիոնի հաշվարկներով, թե ինչից ինչքան ենք ուտում, որպեսզի հասկանանք, թե նույնիսկ եթե աղտոտված ինչ-որ մի բան ուտում ենք, ապա դա առողջական ռիսկ պարունակում է, թե չէ։ Պետք է ուտել բազմազան տեսակային եւ նաեւ աշխարհագրորեն։ Ամեն դեպքում գյուղատնտեսությամբ զբաղվելուց էլ պետք է լինել շատ զգույշ։ Գյուղատնտեսական գործունեությունը, որը արտադրական ծավալների չի հասել, շրջակա միջավայրի ազդեցության գնահատման չի ենթարկվում։ Ով ինչ ուզի կարող է որտեղ ուզի աճեցնի եւ ոնց ուզի աճեցնի։ Կարիք կա վերահսկողության։